Արդ սուղում եմ շրջակա միջավայրի նախարարին 2022-27 թվականների Սևանա լճի կառավարման պլանով նախատեսված էր Գավառ Մարտունի և Վարդենիս համայնքներում հիմնել կեղտաջրերի մաքրման կայաններ։ Այս նպատակով հատկացվել են համապատասխան տարածքներ։ Գավառում ծրագրի իրականացման համար կնքվել է միջազգային վարկավորման համաձայնագիր։ Ըստ այդմ նախատեսված էր 803 միլիոն դրամ ֆինանսավորում, իսկ Գավառի մաքրման կայանը պետք է գործեր 2025 թվականի 3-րդ եռամսյակում։ Ինչու մինչև օրը շահագործված չէ մաքրման այս կայանը եւ ինչի վրա են ծախսվել նպատակային վարկավորման այս միջոցները։ Հարցին կպատասխանի Համբարձում Մաթևոսյանը, շրջակա միջավայրի նախարար, համեցեք պարոն նախարար։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, նախատեսված մրցույթները հայտարարվել են մի քանի անգամ, հիմա ցավոք սրտի չեմ կարող հիշել ու մտաբերել քանի անգամ, բայց եթե չեմ սխալվում 5-6 անգամ հայտարարվել են եւ մրցույթները մասնակցություն չեն ունեցել, հետեւաբար միջազգային գործընկերները որոշում են կայացել նախատեսված գումարները ծախսել բնապահպանական այլ ծրագրերի վրա։ Արձագանք։ Պարոն Մաթևոսյան, ձեր պատասխանից ես հասկացա, որ հերթական կարևորագույն ծրագիրն եք ծախողել եւ դրա փոխարեն կարևորագույն խնդրի լուծելու փոխարեն այլ ծրագրեր եք իրականացրել, փոքր-մոքր ծրագրեր, ինչ արդյունքում եւս ֆինանսական բեռն ավելացրել եք։ Այսինքն ի՞նչ է նշանակում մրցույթներ չեն իրականացվել։ Բայց կարևորագույն ծրագիրը, որ վարկ եք ուզում, դրա տեխնիկական բնութագիրը, տեխնիկական պայմանները, ռիսկները չէի գնահատել, դուք որ այդ վարկ ուզում բերում եք, հետո ասում եք մրցույթներ ենք իրականացրել եւ մրցույթի արդյունքում ախտորներ չեն ճանաչվել։ Սա ինչ պատասխան է։ Չեմ ընդունում ձեր պատասխանը, որտեղ դա ողջամիտ պատասխան չէ, այսինքն վարկը ստացել բերել եք, ռիսկները չեք հաշվել, ծրագիրը մնացել օդի մեջ կախված, բայց քանի որ այդ գումարները բերել եք, միտեղ ծախսել եք ինչ-որ նպատակով։ Այդ դեպքում կոնկրետ ասեք, որ ծրագրերն եք իրականացրել բնապահպանական այդ միջոցներով։ Շնորհակալություն, ես կարծում եմ դուք հարցը բավարար մանրամասնորեն չեք ուսումնասիրել, ծրագրերը չեն իրականացվում շրջակա միջավայրի նախարարության կողմից առանձին։ Ես ինչպես նշեցի, ծրագիր իրականացվում է համաֆինանսավորող միջազգային գործընկերների կողմից եւ նաեւ ծրագիրը ղեկավարում է իրենց կողմից եւ մրցույթները, պայմանները, տոռերը հաստատվում են նաեւ իրենց կողմից։ Այսինքն այստեղ կա թյուրըմբռնում, ծրագիրը մենք ամբողջությամբ չենք կառավարում կամ տոռը մենք չենք դնում կամ մրցույթները մենք չենք հայտարարում։ Դա արվում է միջազգային գործընկերների կողմից մեր հետ համատեղ։ Եվ հայտարարված մրցույթներին, երբ որ մասնակցություն չեն լինում, հետեւաբար գումարները չկորցնելու համար մենք փորձում ենք նոր ծրագրեր մշակել եւ նոր ծրագրերի վրա ծախսել այդ գումարները։